Հունիսի 25-ից 27-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախատեսված է հանդիպում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Ծրագրված են նաև այլ քննարկումներ։ 2025-ի հունիսի 20-ին Հայաստանի սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքի $2,686,000 համարժեք 1,044 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնակավայրի նպատակային նշանակության 17,730 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր։ Վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի ապրիլի 13-ի կնքված առուվաճառի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստը։ Հարցաքննվել են այսպես կոչված տուժողներն ու վկաները։ Հիշեցնեմ, Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նիստը հետաձգվել է։ Առաջարկում եմ արգելիության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որովհետև որքանով ես եմ տեղյակ, Էրիկ Ալեքսանյանը մասնակցում է այնպիսի մի գործի, որտեղ կարգավիճակով պայմանավորված չէր կարող չմասնակցել, իսկ պարոն Վարդևանյանի մասով էլ նվազագույնը պետք է լսենք իրենց դիրքորոշումը եւ այդ ծանրաբեռնվածության հիմնավորումները, որից հետո կայացնենք որոշում, այս բացակայությունը հարգելի է թե անհարգելի։ Իսկ դատական նիստի շարունակելու մասով բնականաբար առկա է դատավարական արդյունք։ Դիրքորոշումը, եթե անհաղթահարելի պատճառներով մարդը չի կարողացել ներկայանալ, ոնց կարող է համարել անհարգելի, չգիտեմ, ես միանում եմ հարգելի համարում եմ ես բացակայությունը։ Նույն աղդասում։ Դերատում նշեք ասող են, 16-0 բոլոր երեք նիստերը։ 30-31 հունիսի և օգոստոսի 12։ Համար մեկ պաշարժ ստեղծված մենք գործեր վկաների ներկայությունը ապահովել դատականիցների ողջանի տնտեսի բավականին ապահովել։ Դες չի կարծում, միայն իրանց հետ է ճշտում, ես էլ շատ է կարծում։ Ես արմանեցնում եմ և մեղադրողներին և պաշտպաններին իսկ սողի տարբերակում չկա է, հնարավոր է շուտ արմանեցնել Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի բողոքը, քանի որ չեն վստահում դատավորին։ Պաշտպանն ասել է, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Հիշեցնեմ, գործարարը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը, նա ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից։ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում էր կայացվել, Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների նպատակով։ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, նշվում է տարածված հաղորդագրությունում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Արաղչիի հետ և նշել, որ Իրանի վրա հարվածները չհրահրված ագրեսիայի և որևէ արդարացում չունի։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի 6 օդանավակայանի և հեռակառավարվող ինքնաթիռներով ոչնչացրել իրանական 15 կործանիչ և հարձակողական ուղղաթիռ։ Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ ոչնչացված ինքնաթիռները նախատեսված էին Իսրայելի ռազմաօդային ուժերի դեմ օգտագործման համար, Իրանի տարածքում հարվածները կանխելու նպատակով։ Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել նաև Թեհրանի կենտրոնի օդային տարածքում, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքի ձայնը։ Իրանի
զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն հետ են մղվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Թեհրանի տարբեր շրջանների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի ռազմական օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության ուժերը արձանագրել են Իրանից արձակված հրթիռներ, հոբ համակարգերը գործել են։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հրթիռների հայտնաբերումից հետո Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են ազդանշաններ։ Իսրայելցի զինվորականները քաղաքացիներին խնդրել են չլքել պաշտպանված տարածքները, մինչև հստակ հրահանգներ չստանան։ The Times of Israel-ի հաղորդմամբ 2 մարդ ծանր վիրավորվել է Հայֆայում բալիստիկ հրթիռի հարվածից։ Ըստ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների պաշտոնյաների առնվազն 17 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով վերջին հարձակման ժամանակ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 25 բալիստիկ հրթիռ։ Հետևանքներ են գրանցվել Իսրայելի հարավում եւ կենտրոնական շրջաններում։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնել Իրանի ղեկավարությունից, բայց նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը եւս մեկ պատերազմի։ Բողոքի ակցիաներին մասնակցել են մի քանի տասնյակից մինչև մի քանի 100 ցուցարարներ։ Ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում։ Որոշ ցուցարարներ Իրանի դրոշներ են պահել նաեւ պաստառներ ոչ մի պատերազմ Իրանում կարգախոսով։ Սպիտակ տան առջև հավաքված շուրջ 200 ցուցարար քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին։ Նույնքան ցուցարար է հավաքվել նաեւ Չիկագոյում։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում եւ Ֆիլիպիններում։ Բացի այդ ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, ցուցարարներին է միացել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Եվ այսպես վարչապետը հերթական գրառումներն է կատարել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է ընդունել կտրիչ Ներսիսյանին եւ Խոսնակին ու ապացուցել հակառակը։ Ինքը թողի վերջո պատասխանի հարցին կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, զավակ ունի թե ոչ, գրել է Փաշինյանը։ Գրառումներն այժմ ձեր էկրաններին են։ Ավելի վաղ անդրադառնալով հեցին Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նշել է վարչապետը։ Սամվել Կարապետյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնել են հիմնարկից։ Հիշեցնեմ, գործարարին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Փաստաբաններն ապօրինի են համարում մեղադրանքը, հայտնում, որ Կարապետյանը չի ընդունում այն։ Քաղաքում երթևեկության փոփոխության հետևանքով ստեղծված կոլապսին է անդրադարձել փոխքաղաքապետը։ Լրագրողների հետ զրույցում Արմեն Փամբուխչյանն ասել է, որ աշխարհում չկա քաղաք, որտեղ երթևեկության սկզբունքը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը չլինի։ Փամբուխչյանն ասել է, որ ինքը եւս խցանման մեջ է մնում, տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության համար նորմալ է, որ տրանսպորտի համար առանձին գիծ լինի։ Հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն, կհետևեն, թե ինչ տեղի կունենա եւ կվերանայեն, բայց համոզմունքն այն է, որ հանրային տրանսպորտի համար գծերն առանձնացված լինեն։ Նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետեւյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար որոշակի անհարմարություններ ստեղծվի։ Այս պարագայում ֆիքսեցի, թե ինչպես է ավտոբուսի համար նախատեսված գծով, ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում է այն գծով, որը նախատեսված է մարդատար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը Այդ որտեղ եք տեսել, պետքա ֆիքսենք։ Դա ցույց տվեք, մենք ուսումնասիրենք, չէ, նաեւ սա պետքա տալ տրանսպորտ համապատասխան վարչություններին։ Որի համար հանրային տրանսպորտը պիտի երկրորդ գծից
Մատ պետք է ավտոբուսի բանը համարները հետո ճիշտ է։ Շատ էին, մենակ ես մեկ Դե բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի մեղքով կամ մեկ այլ ուրիշ բան է։ Շատ էին։ Որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսիի օրինակով։ Իշխանությունը եկեղեցու դեմ արշավ չի սկսել, եկեղեցին եւ պետություն արդեն տարիներ շարունակ իրար հետ գործակցություն չունեն։ Լրագրողների հետ զրույցում Ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավարն է հայտարարել։ Հանի Խաչատրյանն ասել է, որ այսօր պայքարը հենց բիզնեսմեն տերտերների դեմ է։ Խաչատրյանը եւս կողմ է, որ վեհափառը հեռանա։ Ինքը երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չի ընդունել ու մեկնաբանել է, թե ինչու։ Եկեղեցու դեմ արշավ չի սկսել, եկեղեցի եւ պետություն արդեն տարիներ շարունակ են իրար հետ համագործակցություն ունեն, այսինքն երբեք էլ չի ունեցել, հա, եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ ցավոք, այս վերջին 2 տասնամյակին առհասարակ բիզնեսմեն տերտերներ եւ այսօր պայքարը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօր պայքարը գնում հենց բիզնեսմեն տերտերների։ Մենք էլ իմանանք, էլի այդ մարդկանց իրենց օրինակ Ես չեմ ճանաչում անուններով։ Բա հիմա ասում եք ստացվում է։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ։ Ես եկեղեցի գնում եմ, ես շատ կուզեի, ես եկեղեցի գնայի եւ ստանայի օրհնություն այն մարդկանցից, քահանաներից, ովքեր Աստծո, հա, պահանջներով եւ Աստծո պատվիրաններով են եկեղեցում, բայց ցավոք սրտի ես գնում եմ եկեղեցի եւ Աստծո նկարի առաջ եւ Աստծո առաջ եմ մոնվառում, ոև չեմ Հա դուք եք Արկեն Խաչատրյան ներողություն ասեք Նիկոլ վեհապարի գիտեք այն պատերազմը որ գնում է քաղաքական ուժ քաղաքական հա ինչպես դուք եք ասում քաղաքական ուժ եւ եկեղեցի ես այդ մատի եւ մատանու արանքում չեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի եւ Իսրայելի միջև կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել։ Թրամփը խնդրել է չխախտել այն։ Հրադադարն ուժի մեջ է մտել, խնդրում եմ մի խախտեք այն, սոցկայքում գրել է Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, որը 24-ժամյա ժամկետը լրանալուն պես պետք է դառնա 12-օրյա պատերազմի ավարտը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանին մեղադրել է հրադադարի խախտման մեջ եւ հայտնել, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով։ Նշվում է, որ հարվածներն իրականացվել են 5 ալիքով, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ։ Իր հերթին իրանական պետական հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանը որևէ նոր հրթիռ չի արձակել Իսրայելի ուղղությամբ, հերքելով հրադադարի խախտման մասին պնդումները։ Թուրքիայի երկինքը չի օգտագործվել Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումների ժամանակ, հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Ռեջեփ Էրդողանն էլ հայտնել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումն ու տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումները Անկարայի համար անընդունելի են, անկախ նրանից, թե որ երկիրն է դրանք իրականացնում։ Թուրքիայի ղեկավարի խոսքով Անկարան հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ եւ ակտիվ ջանքեր է գործադրում թույլ չտալու, որ Իսրայելի եւ նրա դաշնակիցների հարձակումները հարևան Իրանի վրա վերաճեն էլ ավելի մասշտաբային աղետի։ Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունները դադարեցրել էին բոլոր չվերթները դեպի տարածաշրջանի երկրներ։ Եվ այսպես Բագրատ arczepiskopos Գալստանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանքի առաջադրվել է ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Երեկոյան նրան քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշել է, որ Բագրատ Սրբազանի տան իրականացված խուզարկության ընթացքում զենք զինամթերք չի հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Մինչև այդ քաղաքացիները հավաքվել էին քննչական կոմիտեի դիմաց, կուտակվել էին նաև ոստիկանական ուժեր։ Հերթական քաղաքական հետապնդումն է, որը ունի, կարծում եմ, էական լուրջ նպատակ
պարալիզացնելու հանդիմությանը, թուլացնելու հանդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին, թե ինչ նպատակով ժամանակացույց կտա, կարծում նպատակներից մեկը կլինի եկեղեցու վրա արդեն ավելի ուժեղ ոտնձգումը։ Այս ամենը համարում ենք եւ մենք փաստաբաներս եւ մեր պաշտպանյալը Բագրատ Սրբազանը քաղաքական հետապնդման դրսևորում Ձայնագրություններ են հրապարակել, գնդակահարել, մի քանիսին փակել, բնաջնջել, այս ձայնագրությունները։ Ես անկեղծ ասած, տեսեք, այսպիսի մի խտրական իրավիճակում ենք հայտնվել մենք փաստաբանական խումբս, մենք շատ բաներ իմանում ենք Civic AM-ից եւ այնտեղ ներսում կարդալով եւ մեզ արգելվում է որոշակի նախաքննական գաղտնիքից ելնելով որոշակի լուրեր ձեզ։ Նախաքննական մարմինը կոնկրետ լրատվամիջոցը հայտարարություններ տարածում են, բայց փաստաբանները Այո, հենց դա եմ ասում, որ շատ անարդար իրավիճակում ենք մենք, ոչ հավասար պայմաններ է կարելի ասել եւ նույնիսկ դեռևս բաներ կա, որ այնտեղ հələ մեզ չէին ներկայացրել այդ նյութերը, մենք արդեն Civic-ից կարդացինք եւ տեղեկացանք ինչ ենք ստանալու հաջորդիվ։ Այն հոդվածներով ինչով որ քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնազավթում, ծիծաղելի հոդվածներ, տվյալ դեպքում հաշվի առնելով անձանց, ժամանակացույց կտա։ Դե այդ պլանը երեք որ հրապարակվել էր, պարզ էր, որ այդ պլանը գծվելու է ընդդիմության գրպանը, թե ինչ ֆորմատով այսօր արդեն երևաց։ Քննչական կոմիտեն նկարները հրապարակել զենք զինամթերքի որտեղից են դրանք։ Ես Սրբազանի տանը գտնվել եմ, որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ավելի ճիշտ մանրամասները ումն է, բայց այս բանը ինչ ասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը, որ տեսեք զենք զինամթերք ծիծաղելի է այդ ամենը, էլի։ Ինչ են անելու, ուր են տանելու, դատարան։ 24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց զատ, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Եվ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը, անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործիքնությունը ցույց կտա, ամենատեպս չի բացառում, որտեղ այդ գործիքը արդեն օգտագործվել է։ Այդ հայտնի փաստաթուղթը, որտեղ իբրև հեղափոխության պլան են գծել եւ հաջորդ օրը իրավապահները սկսեցին գործողությունը եւ այդ ձայնագրությունները հրապարակվեցին։ Դե մի քիչ տեղյակ մարդու համար բացարձակ գաղտնիք չի եղել, կասկած չի եղել, որ դրան հաջորդելու են ինչ-որ գործողություններ, դա պատերազմական լեզվով ասած նախապատրաստությունն է հրետանային, որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն եւ տեսնում ենք նաեւ, որ այսօր շատ համակարգված ձևով աշխատում են այդ ինֆորմացիան տարածելու, այդ թվում վիրավորանքներով, կոշտ խոսքերով, ամբողջ իշխանական վերնախավը լծված է այդ գործին, այսինքն տեսնում որ սա համակարգված օպերացիա է իրավապահների եւ քաղաքական իշխանության։ Նախնական մասիվի դատարաններ, բայց թիվը քանի որ շատ է, տեղյակ չեմ, թիվը քանի որ շատ է, չի բացառում որ ուրիշ դատարանում էլ էլի կալանքի հարցերը քննվի։ Դե իշխանությունները ունեն, չէ՞, սրտի դատավորներ կալանքի են։ Նախկին հանրապետություն կուսակցության մի հատ կարկառուն դատավոր կա։ Տեսնենք։ Հիմա գնալու եք դատարանների մոտ։ Վստահաբար մեր հայրենակիցները շատերը մենք էլ այդ թվում լինելու ենք դատարանների մոտ։ Մալ տեղափոխեցին, տեղյակ եք կարող։ Չէ, ամենահավանականությամբ արդեն դատարան։ Որտեղ 12 ժամվա ընթացքում կալանքի հարցը պետք է քննարկվի։
նոր քի զանգված ավան նստավայր։ Դաշնակցականներից հիմա քանի հոգի է ավարտել են 3 Մյուսները սրբազան պայքարի ներկայացուցիչներն են մյուսները։ Բոլորն էլ ակտիվ քաղաքացիներ 4-5 տարվա պայքարի մեջ բոլորն էլ եղել են։ Բագրատ Սրբազանը ներսում է։ Ում է մակակը։ Իմիջիատ լրագրող դեռ հայտի չի։ Իմիջիատ լրագրողներին տեղեկացնեմ, որ նոր լրահոսում տեսա քնչականը բանա on-line ռեժիմով ձեր հացին վայիս ա լինում, այսպես ասեմ, քնչականը դառել է լրատվական եւ այն զենքերը, որ ցուցադրել է, այդ զենքերի մեջ կան, ակին առնվազն 1-2-ը ես գիտեմ, որ տղեկի մոտից վերցրել են օրինական զենքեր են, վաու, անօրինական որևէ բան չկար դրանց մեջ։ Հասկանա։ Պարոն Մանուկյան, մի ցուցակ է հրապարակվել, որտեղ կառավարության կազմ է ներկայացված։ Այս մասին ինչ կարծիք ունեք։ Նայեք, մեկը միշտ պետք է գործընկեր եմ դիմում նաև ձեզ։ Դուք այդ ծառայամիտ քննիչների խոսնակները չեք։ Իրենք ձևակերպում են, որ գաղտնիություն է։ Գաղտնիությունը նշանակում է քրեական գործի որևէ փաստական տվյալ չեն հրապարակում, բայց իրենք ամբողջությամբ աշխատում են մանիպուլյացիայի մեջ։ Որևէ ձայնագրություն, որևէ փաստաթուղթ, որ հրապարակում են, որևէ մեկիդ համար հիմք չպետք է լինի, սիրելի գործընկերներ։ Մինչև դուք չպարզեք հաստատապես ձայնագրությունը, փաստաթուղթը, որևէ մի բան հիմք չպետք է լինի, որտեղ այս իշխանությունը նրան ծառայողները այնքան կեղծիքներ են արել։ Ես այսօր գործընկերներին մի օրինակ եմ ասել։ Մի տարի առաջ Ղևոնդյան Հրաչ անունով քաղաքացուն ձերբակալին, հանրային եթերով, լուրերով, Լևոն Քոչարյանի անուն իբր ձայնագրություններ, իբր էլի մահափորձ էր ինչ էր։ Մի տարի անցել է, մեկը դեռ գնացեք հարցրեք, ինչ եղավ։ Գործը կարճել են 0։ Հիշեցնեմ առավոտյան սրբազան պայքարը հաղորդագրություններ տարածել, որ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կեցավայրում և պայքարի աջակիցների տներում քննչական գործողություններ են իրականացնում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել կեցավայրից և նստել մեքենան։ Բաքում հավաքվածները սկսել են վանկարկել սրբազան, ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տվել որևէ մեկը մոտենա սրբազանին։ Իրավիճակը մի պահ լարվել է, Բագրատ Սրբազան մինչև մեքենան նստելը հայտարարություն է արել։ Մեզ ոչ մի բան, ոչ կալանք, ոչ էլ մնացած բան, մեր այս ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսին։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Հողատու! Նիկոլ Մարտասպան! Ինչ որ հակատանկային բաներ պետքա բերենք, տանկերը պայթեցնենք, տենք ձևակերպում են արել, ուրիշ ոչ։ Չգիտենք, ես չգիտենք հիմա մեզ կալանավորում են, թե չէ։ Չգիտենք, ոչ մի կարևոր բան։ Նորմալ է, ժողովուրդ։ Մի հրեք, լրագրողի իրավունք ունի աշխատել։ Բայց ինչ իմ կովետ տանեն։ Ախը բերանները որ փակած տանում եք, մենք ուզում ենք ինքեր տեսենք, ասեք ինչին կովետ տան, ասեք ինչին կովետ տան, ժողովուրդ, լավ, խոսեք, ինքը պլան ունի բոլոր հայրենասեր մարդկանց, այն քրեական օրենսգրքում նոր հոդված ավելանալու են մարդիկ, որոնք հայրենասեր են, հայրենատեր են, այդ մարդկանց համար հատուկ քրեական հոդված ունի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց ձերբակալելու, այդ մարդկանց տարբեր ապօրինություններ գործելու, քրեական գործեր կարելու եւ սա արդեն ակնհայտ է, հայտարարք են կլնում էլ աշխարհով մեկ, ինչ ասեմ, ես որևէ մի հույս չեմ կապում, որ գիտեք, դե արդեն ինչ որ գծեր կար, որ միջև հիմա որոշ գծեր կար, որ չէր հատում, պարզվեց, որ այդ գծերն էլ չկան եւ ինքը պատրաստ է ամեն ինչին, ընդհանուր ամենազազրելի, ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողությունները անելու։ Պարոն Գանելյան, հիմա կեցավայրի ներսում տեսեք, մարդը որ կներեք, էլի ասեմ, մարդը որ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ այս մարդն է ԱԾՊ-ը հայտնվելու, մատով ցույց է տալիս, ու եւ ասում է, տես դատա որ կա, որ իմ ասածը չանի։
Այդ մարդու մար խնդիր չէ, այնքան քրեական գործեր է շալակել այս մարդի վզին, որ կրկնում եմ 100-ը կլինի, 150-ը կլինի, իր համար նշանակություն չունի։ Սա 3 չէ առաջի օրը գիշերը Վահագն Ալեքսանյանի դաշնակիր աշխատանքի արդյունքն է, այսինքն ինքը նստել է, գրել է այդ խելագարությունը, որ երեք հրապարակվել էր, որ իրենք փորձում էին ներկայացնել որպես հեղաշրջման պլան, ամենայն հավանականությամբ դա որպես պատրվակ, հեքիաթը որպես պատրվակ օգտագործելով այսօր ըստ իմ տեղեկությունների նաև հերոսի զոհված հերոսի ծնող Արա Ռոստոմյանի տանն է խուզարկություն ընթանում, Լիդիայի տանն է սրբազան պայքարի ակտիվիստներից խուզարկություն ընթանում, հավելյալ տեղեկությունները դեռևս գալիս են։ Բայց ամենայն դեպս երեկվա իրենց տարածած հիմարությունը, ծնդաբանությունը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, հենց հողեր նախապատրաստում այս ամենի իրականացման համար ես չեմ կարող բացառել, որ այս պահին կսկսենք նոր տեղեկություններ ստանալ, որ նաև այլանդի մադիրների տներում են խուզարկություններ իրականացվում։ Ժողովրդական լեզվով ասեմ խուժանություն, որովհետև այն ինչ որ կատարվում է իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Իրենք իրենց տանը նկարել են ինչ որ փաստաթուղթ, անունը կոչել են հեղաշրջման պլան, ընդ որում հեղաշրջման պլանում նախ առաջինը ինձ մոտ տպավորություն էր, որ 2008 թվականի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա եւ պարզապես այս անգամ վերագրում են ուրիշներին, բայց եթե որպես իրավաբան գնահատական տամ, այդ պլանում չկա որևէ գործողություն, որ կարելի է որակել որպես հակաիրավական։ Այսինքն ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական ուժ կարող է այսպիսի գործողությունների պլան իր համար մշակել եւ գնալ իշխանությունը փոխելու ճանապարհով, չգիտեմ, հեղափոխություն անելու ճանապարհով, այսինքն դրանք ոչ հակաիրավական գործողություններ են, որոնց արդյունքում հնարավոր է կամ միգուցե, չգիտեմ, հնարավոր չէ հասնել արդյունքի։ Իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխիա կղերական խոշոր և եղկելի պլանը, գրել է վարչապետն ու հրապարակել Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Հանցավոր խմբի ղեկավարներն իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, տեխնոլոգիաներ, հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին, նշված էր ծավալուն հայտարարության մեջ։ Կոմիտեն նաև հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է Սրբազան պայքար շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Որոշ հատվածներ կից գրառումներով վարչապետն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, թե ինչպես էր Սրբազանը կաթվածահար անում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը անշուշտ կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ։ Ձայնագրություններից մեկին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացնում ենք հրապարակված ձայնագրություններից մի հատված։ Մենք դրել ենք բանի վրա, համոզենք, խարոզենք, երկու հոգու պատի տակ գյունում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքում չենք։ Նպատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմել։ 25 հոգյանոց թիմերով լինեն։ Վստահ եմ, մարդիկ ունեն կանգնելու են ու վերջ, մի օր է հիմա այդ 20-25 հոգյանոց խմբերը որ լինեն, իրենք իրենց մեջև 8 հոգյանոց կլինեն, օրինակ իրար, այդ մի հատ ընդհանուր իրար գլխավոր հրամանատար կլինեն, բաժանած 3 խմբերի
Կա այդ լրիվ գործողությունը կա։ Այն որ ես ասի դուրս են գալիս փոխոց, կարող է սկի 5 հոգի մարդ դուրս գա որպես այդպես հավաք։ Բայց այս խմբերը ամեն մեկ իրան նախանշած տեղի դուրս գա ու իր գործողությունը անի։ Ինչ էլ որ պահանջված լինի գործողությունը։ Մեկը ջանքակ կպարգի, մեկը չի եղել, մեկը հեռախոս զանգի, մեկը սալյուտ տրակասնի։ Ջոկատի ղեկավարը պետք է իմանա իրան կասի, որ դու այս ինչ տեղում ես, այս ինչ բան անելու, էլ եմ ասում, կարող մի տեղ երևա ինքը, կարող ընդհանրապես հեռախոսի վրա լինի, կարող ուրիշ բաներ լինեն, կարող եւ այլն, ինքը բան կա անելու, կարող իր ջոկատի անդամները ուղղակի քաղաքում հետ ծրված լինեն, կոնկրետ ինչ-որ բաներ անելու։ Մեզ ձիգ մարդիկ է պետք 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ։ Պրոցեսը ուրեմն այս փուլում մենք որևէ մեկին կոնկրետ չենք ասում, որ դու ես ինչն ես անել։ Երբ որ այս խմբերի կազմավորումը կավարտվի, հուսամ մինչև ամսվա վերջ։ Այդ ժամանակ նոր էլի հատիկ ես հրամանատարներ իրար չեն ճանաչել։ Չեն էլ իմանալ այն խումբը, ոչ ոք չեն, ամեն խումբ իրար անելիքը կվերցնի կգնա հրամանատարը։ Հիմնական գործողությունները կատարել են այս խմբերը, դերակատարների գլխավոր։ Ժողովրդի ներկայությունը լինելու է ճնշելու համար, ճնշման գործիքն է, բայց բունդ անելիքը իրականացնում են այս խմբերը, գլխավոր հարվածողը մի խոսքով այս խմբերն է։ Ես պարզ ասում եմ ինչ է, մենք մի օրով տեղացրուցենք, մեկ օրում պետք է հարցը լուծենք, որ կտևի ցերեկվանից մինչև կես գիշեր կամ մյուս օր առավոտ, շարունակական կգնա դա։ Ու ոչ թե կողքեր կպտտվելով, թիրախով, այս պիտի մտնենք անենք, որ տևելով 24 ժամյա անընդհատ պրոցես է, տևի 24 ժամ, թե 36 ժամ կապ չունի, սկսես պիտի չավարտվի, մինչև որ վերջանա։ Էլ արդեն այդ ընթացքում էլ չես էլ մտածում այդ պրոցեսի չէ, օրերի մասը, օրեր չկա, որովհետև այս պահին մտալ, ասենք ժամը 4-ին մտալ, պետք է ինչքան ուզում է տևի, պետք է ավարտվի, մինչև վերջ պետք է կանոնը չկա այդ ընթացքում, ասենք մի հատ լավ, մի հատ դադար տան, մի հատ չկա այդ, ու պետք է երկիրը քամս տա, պետք է ակուցը ոստիկանությունը ասած չեն կարող այս բանտաշան չի ստացվում, չի ստացվում, ուխերից սկսել սալյուտներից ուղեններից վերջացին, չի ասեմ 30 մեքենայի ապա ես աներից, 4 հատ տես մեծ փողոց կա, 4-ի վրա 10 հատ մեքենայով ապա ես արդեն, ուտի հազարով մեքենաներ խծանում առաջ, արդպետ չի, տեղ կլինեն սալյուտներ, սյուների վրա կապելիք, ողա լինեն ինտերնետի ցանցերի անջատումներ, հոսանքների անջատումներ, տրոլեյբուսի գծերի կործանումներ, ներքին զոհի մի խումբի բանը էլեկտրական է տուղը, դե հոսանքը կտրուց դարբաց չի բացում, հրամանությունը շատ ոստիկանությունը ասում սա խառնված է իրար, հրամանատարներ են փոխել 20-30 ինտերնետի մայրերը անել չասներ, որ ընդհանրապես կիցով չլինի, ուսմկաբրկեր սիստեմը խախտելի հոսանքը կողմկրնով կտրվում է, կողմնակի չէ հոսարակին բանկերի մեծ խանքներ են եղացին, կարելի չեն աշխատել պատրաստ լինեին, հենց այսօր առավոտը ոտի կանեի, սաղ տեղը տային ճարդ կշուրանեին, ասեն կգինային այն ուտացի չսան։ Ավելի ուշ կոմիտեն կադրեր է հրապարակել Սրբազան պայքարշարժման մասնակցի բնակարանի խուզարկությունից։ Կոմիտեն տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ ու իրեր, ձերբակալվել է 14 անձ։ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ ու պատգամավոր Վահե Հակոբյանի ու կնոջ տունը։ Արգրավել են հեռախոսները։ Հույդայից էլ հայտնում են, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվել նաեւ
վրա Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, նաև կոմիտեի մյուս անդամների տներում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում Հայաստանի ներկա իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի կալանավորման ու հայտարարություններին։ Առաջին նախագահը կարծում է, որ Սամվել Կարապետյանն ուներ նման հայտարարության իրավունք։ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետին պարտության մարմնավորում է անվանել, նշել, որ հաստատ պարտվելու է նաև հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։ Հյուսիսային պողոտայում տեղադրված Ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ մեծ էկրանները ապամոնտաժվել են քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։ Տարածքում եղել է նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։ Ավելի վաղ վարչապետը գրառում էր արել, դե էլ չասեք հոսանքի անջատումների սպոնսորնով է։ Մեծ բարերար, աննկուն, հեղափոխական եւ մեր ժամանակների գրաֆ Մոնտեքրիստո, որ թքած ունի թե հեցի բաժանորդների վրա, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսպես նախորդի աղմկահարույց դեպքերին կառավարության նիստում անդրադարձել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացահայտվել է մեր պետականության, անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար կանխվել է նաեւ պլանի իրագործումը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Առավոտյան հարցը քննարկել է նաեւ նախագահի հետ եւ կարծում է, որ իմաստ կունենա ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնելու պարգևատրման եւ պետական պարգևի։ Համոզված եմ երեք բոլորդ հետևել եք իրադարձություններին եւ կարծում եմ կարեւոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել եւ ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու, համոզված եմ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն եւ ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետեւ երեք հանրային քննարկումներում սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց, այդ շեշտադրումը հետեւյալն էր, օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել եւ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Բագրատ arczepiskopos Կալստանյանը կալանավորվել է 2 ամսով սրբազան պայքար շարժման առաջնորդին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Հիշեցնեմ, մայրաթոռում տեղի ունեցել Գերագույն հոգեվոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, մտահոգություն արտահայտելով Բագրատ սրբազանի եւ համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։
Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը եկեղեցու հետ կապելու փորձը, հորդորել պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել սահմանադրության եւ օրենքների պահանջներով, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Նշեմ նաեւ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, իսկ 3 ուշ երեկոյան սրբազան պայքարի մի շարք մասնակիցներ կալանավորվել են։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրինային դարձնում, մեկը կասում, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մաս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Սա հիմքերից մեկն է։ Այս մասը ներկայապես սա կասեմ, դետալները արդեն գործի նախաքննական գաղտնիք կազմող հանգամանքներ են։ Ինչ մեխանիզմներով եք պլանավորում բողոքարկումը իրականացնել Հայաստանի ներսի եւ ներսում եւ դրսում սահմանափակումներ չունենք մեր մասնագիտական պլանավորման մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վերածել է մարիոնետ պետության։ Վարչապետն է գրել Facebook-ում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափարի հանդիպմանը։ Փաշինյանը խոսել է առաջին նախագահի գործելակերպի մասին, նշել, որ առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանի եւ Ազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով Հայաստանի ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետևորդներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Վարչապետը մեկնաբանել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի քաղաքական գործունեությունը վերսկսելու որոշումը, շեշտել, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ, այդ օրը իրեն այցելած Կտրիչ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2-ի գիշերը հանգիստ քնել է Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորված, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Սրբազան պայքար շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են, 15 մեղադրյալ կալանավորված է, տեղեկացնում է կոմիտեն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթը հարուցվել է օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։ Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։ Նախ վերջին զարգացումների մասին Միքայել arczepiskopos Աջապահյանը քննչական կոմիտեում է։ Շենքի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկաններ, կան նաև բերման ենթարկվածներ։ Հիշեցնեմ, քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Առավոտից Մայրաթորում իրավիճակը լարված էր, ազգային անվտանգության ծառայությունն է գործողություններ իրականացրել Վեհարանում, որտեղ ժողով էր նախատեսված։ Մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, նրան ձերբակալելու որոշում կար։ Աջապահյանը հավաքված մարդկանց հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին։ Քաղաքացիներն իրավապահներին թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդին բերման ենթարկել։ Վեհարանի դարպասների մոտ հրմշտոց է սկսվել, որի ընթացքում Միքայել Աջապահյանն ամենայն հայոց կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան։ Լրագրողների հետ զրույցում Գարեգին II-ը հայտարարել է, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը գնում է ներկայանալու իրավապահներին, իսկ քահանայած դասն առանձնանում է քննարկելու վիճակը։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք
Խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն ինձ։ Վեհապար հայրապետ, ճանապարհն են մաքրում։ Ինչ այս բանը։ Վեհապար հայրապետ։ Մի րոպե, ժողովուրդ, մի րոպե, լուր։ Սիրելի եկեղեցականներ, ինչպես նախատեսված էր, այսօր մենք ունենք ժողով։ Սուրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների, մեր սրբազանների եւ երկրի բնականաբար։ Այնպես որ պիտի հրավիրենք, որ գնանք Վեհարան, այնտեղ համախմբենք եւ մեր քննարկումները, մեր ժողովը իրականացնենք։ Ավելի ուշ Միքայել arքեպիսկոպոս Աճապահյանը եւս մեկ փորձ է կատարել մեքենայով ներկայանալու քննչական կոմիտե, բայց քաղաքացիները փակել են մեքենայի ճանապարհը։ Աճապահյանը Մարիաթորից որոշել է քայլել քննչական կոմիտե, քաղաքացիները երթով շարժվել են նրա հետևից։ Աճապահյանը ճանապարհը շարունակել է մեքենայով։ Նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս բանով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաև իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորիդ քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար, հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծել մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Ուզում եմ գնալ, չեմ թողում։ Հալա Ճապայանը։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ելնելով անվտանգության նկատառումներից եւ կանխելով իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը որոշել են դուրս գալ Մայրաթորի տարածքից։ Ծառայությունը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ վիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահների օրինական որոշումների իրագործմանը։ Միքայել arczepiskopos Աճապահյանին էլ կոչ են արել չթաքնվել իրավապահներից եւ ներկայանալ իրեն սպասող ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ ԱԾ-ն շարունակել է իրականացնել օրենքով սահմանված գործառույթները, ապահովելով հանրային կարգի եւ անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի, ասված է հայտարարությունում։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ ներքաղաքական իրավիճակի հետ կապված քննարկում է ունեցել պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունն առաջադրելուց, իսկ Աղազարյանն ու Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աճապահյանի թեկնածությունը։ Նրա համաձայնության դեպքում գրել է Էդմոն Մարուքյանն ու բոլոր ընդդիմադիր եւ իշխող խմբակցության պատգամավորներին կոչ արել միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում եմ հարցը բերել խորհրդարան եւ սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել, գրել է նա։ Վարչապետը Երևանում մասնակցել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է տարեկան զեկույցը իրականացված ծրագրերի ու նախագծերի ընթացքի վերաբերյալ։ Քննարկվել են հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2025 թվականի տարեկան բյուջեն։ Խորհրդի նիստից հետո վարչապետը հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ասուլիս կտա ու կպատասխանի։ Այսօր չի պատասխանելու հարցերի, ապա խնդրել է իրեն չհետապնդել։ Եթե հնարավոր է եկեղեցու իշխանության հակամարտության վերաբերյալ կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանում։ Այսինքն իրավապահ մարմիններին եք արդեն հանձնարարել եկեղեցով զբաղվել, պարոն Փաշինյան։ Արդեն չեմ պատասխանել հարցերի, այսօր չեմ պատասխանի հարցերի։ Խնդրում եմ մի հետապնդեք ինձ։ Ընդդիմադիրներն ասում են քաղաքական հետապնդում է սա։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբանում։ Բայց այսօր կատարվում իրադարձությունները։ Դուք մեկնարկել եք այսօր եւ պատասխանել։ Չնայած վարչապետը հայտարարել է, որ չի մեկնաբանելու, այնուամենայնիվ մի քանի գրառում կատարել է։ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայրաթորում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների, բախումներ չեն լինելու։ Հայաստանյայ Ծառաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը Մայրաթորը քրիստոնեաբար ազատելու է եւ վեհարանը հանձնելու է վեհի, նշել է Փաշինյանը։